Արցախում մնացած հայերին պահում էին գաղութային պայմաններում, որպես գերի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը։ Իր գրառման մեջ Պետրոսյանը նշել է. «Պարզվում է, որ վերջին 4 ամիսներին Արցախում մնացած հայերին պահում էին գաղութային պայմաններում դղյակ համալիրում։ Նրանց արգելվում էր որևէ տեղաշարժ, այսինքն վերջին ամիսներին նրանք որպես գերի էին պահում։ Իսկ վտարելու ժամանակ նրանց չեն էլ ասել, թե ուր են տանում։ Բերեցին մինչև Հակարիի կամուրջը, որտեղ էլ նրանց թուղթ ստորագրել տվեցին եւ հանձնեցին հայերին։ Ինչքան էլ որոշները փորձեն այլ կերպ ձևակերպել այս ամենը, փաստն այն է, որ սա էթնիկ զտման վերջին ակորդն էր։ Թե բա խնդրանքով դիմել են։ Արա լավ, խաղաղություն եք ուզում, լավ եք անում, բայց օգնել թուրքերին կեղծել մեր պատմությունը չի կարելի։ Չի կարելի։ Հիշեցնենք, հունվարի 23-ին Արցախում մնացած 10 հայեր եւ ազգությամբ ռուս 1 Հայաստանի Հանրապետության քաղաքացի տեղափոխել էին Հայաստանի Հանրապետություն։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել էր, որ բոլորն անցել են բուժզննում եւ նրանց առողջական վիճակը բավարար է։ Նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն լրացուցիչ հետազոտության։